Թևոսյան 1 դրոպ 3 բնակելի համալիր։ Քո երազանքի բնակարանն արդեն պատրաստ է։ Գնիր բնակարան տարաժամկետ վճարման տարբերակով, վայելիր այն ամռանը։ Ողջույն, այսօր խոսելու ենք հաստաղեկի քաղցկեղի մասին եւ տաղավարում հյուրընկալել ենք Վանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի որովայնային եւ էնդովիրաբուժության բաժանմունքի ուռուցքաբան Արմեն Նիկողոսյանին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Հաստաղեկի քաղցկեղը նաեւ անվանում են կոլորեկտալ քաղցկեղ։ Ինչ հիվանդություն է սա եւ որ դեպքում է զարգանում։ Նախ ասեմ, որ կոլորեկտալ քաղցկեղը դա եւ հաստաղու քաղցկեղը, կոլորեկտալ քաղցկեղը հավաքական հասկացողություն է, որի մեջ մտնում է եւ հաստաղեկի բոլոր հատվածների ուռուցքային process-ը եւ ուղիղահու, բայց քանի որ սրանց բուժման տակտիկան տարբեր է, մենք տարանջատում ենք, որովհետև ուղիղահու քաղցկեղի բուժումը ըստ բուժման ընթացակարգերի տարբերվում է հաստաղու մնացած հատվածների բուժումից։ Ասեմ ձեզ, որ այս հիվանդությունը բավականին տարածված է եւ ամբողջ աշխարհում գրավում է չարվորակ հիվանդությունների կառուցվածքում տարածվածությամբ գրավում է 3-րդ տեղը թոքի քաղցկեղի եւ կրծքագեղձի քաղցկեղից հետո։ Հաստաղի քաղցկեղը ամբողջ աշխարհում տարեկան մոտավորապես գրանցվում է 1 միլիոն դեպք տարածվածությամբ եւ ինքը իրենից ներկայացնում է երբ որ հաստաղու լորձաթաղանթի բջիջները սկսում են վերակազմավորվել եւ արդեն աճել առանց աճում են եւ սկսում են տարածվել նաեւ հարևան օրգանների վրա, այսինքն տալով մետաստազներ ավշային համակարգի եւ արյունատար համակարգի միջոցով։ Ինքը հիվանդություն է, որի առաջացման գործում բազմաթիվ գործոններ նշանակություն ունեն, առաջնահերթ նշանակություն ունեն մարդու ապրելակերպը, վարվեցակարգը, ճարպակալումը որոշակի նշանակություն ունի, առաջնային նշանակություն ունեն ծխելը, ալկոհոլի չարաշահումը, կենսակերպից ոչ ակտիվ ֆիզիկական կյանք վարելը, ինչպես նաև նշանակություն ունի կարմիր մսի երկարատև օգտագործումը եւ այսպես ասած արագ օգտագործման սննդի նույնպես մեծ քանակությամբ օգտագործումը, որոնք բերում են հետագայում որոշակի process-ներ, որը բերում է քաղցկեղի առաջացմանը։ Ուռուցքը բավական երկար ժամանակահատվածի ընթացքում առաջանալուց հետո սկսում է արդեն հիվանդի մոտ առաջանալ գանգատները, որի գանգատները կարող են տարբեր լինել, առաջնահերթ հիմնական գանգատը դա լինում է, երբ որ կղանքի մեջ հայտնաբերվում է արյուն, լորձային բնույթի արտադրություն, սկսում է մարսողության դիսպեպտիկ երևույթներ, կախված նրա հետ, որ ուռուցքը մեծացնելով սկսում է փակել աղու լուսանցքը, որը բերում է արդեն փորկապության, որին կարող է հաջորդել նաև լուծը, սրտխառնոց, ընդհանուր թուլություն, որոշ դեպքերում ախորժակի բացակայություն, քաշի կորուստ եւ բնականաբար արդեն նեղացումը, երբ որ ավելանում է, նոր սկսում են հիվանդները դիմել բժշկի։ Ընդհանրապես մեծ մասը արդեն երբ որ դիմում է բժշկի այդ գանգատների առկայության ժամանակ հիվանդությունը մեծ մասամբ հայտնաբերվում է 3-րդ եւ 4-րդ փուլերում, երբ որ արդեն բուժումը դառնում է արդեն դժվար process, որովհետեւ առաջի 2-րդ փուլերում կարելի է արմատական կամ ավելի քիչ ինվազիվ մեթոդներով գնալ վիրահատության եւ ստանալ բավական լուրջ արդյունքներ, արդեն բնականաբար 3-րդ եւ 4-րդ փուլերում արդյունքները շատ ավելի վատն են լինում, հիվանդները մեկից ավել վիրահատությունների են ենթարկվում, քիմիոթերապիա, արդեն սկսում են ճառագայթային բուժում, որը որ եւ հիվանդի եւ նաեւ բերում է նրան, որ բացի վիրահատությունից ստանում է նաեւ քիմիոթերապիա, ճառագայթային բուժում եւ արդյունքները արդեն լավը չեն լինում, ինչ որ կարելի է վաղ փուլերում հիվանդների բուժումը կազմակերպել։ Կարող է հաստաղեկի քաղցկեղի առաջացման պատճառ հենց պոլիպները հանդիսանան։
Նո, ես չասեցի, որ հաստաղեքի քաղցկեղի առաջացման գործում կարևոր նշանակությունն են նաև նախաքաղցկեղային հիվանդությունները, որոնց մեջ մտնում են պոլիպները, տարբեր տեսակի պոլիպներ, կարևոր նշանակություն ունի նաև ընտանեկան ադենոմատոզ պոլիպոզը, որը ևս նախաքաղցկեղային հիվանդություն է, կրոնի հիվանդությունը, խոցային կոլիտ, որոնք ևս կարող են ժամանակի ընթացքում վերափոխել եւ առաջացնել հաստաղու քաղցկեղ։ Նշանակությունն են նաև ժառանգական գործոնները, այստեղ որը բավականին քիչ է հանդիպում, իհարկե մոտավորապես 3-ից 5% դեպքերում եւս այդ ժառանգական գործոնները հաստաղու քաղցկեղի առաջացման դեպքում որոշակի նշանակություն ունեն։ Պոլիպները, որ հեռացնում ենք, դրանք ունեն կրկնելու հավանականություն եւ հեռացնելով մենք կանխում ենք քաղցկեղը։ Երբ որ հիվանդը ժամանակին է դիմում կամ կանխարգելի չետազոտությունների ընթացքում հայտնաբերվում է հիվանդի մոտ պոլիպներ, երբ որ պոլիպը արմատապես հեռացնելուց հետո արդեն մենք հաստաղու քաղցկեղի առաջացման հավանականությունը արդեն համարյա թե կարելի է ասել լրիվ վերացնում ենք, դրա համար կարևոր նշանակություն ունի այստեղ ժամանակին դիմելը եւ կոլոնոսկոպիկ հետազոտություններ անցկացնելը։ Նո, ասեմ ձեզ, որ կարևոր նշանակություն ունի կանխարգելման համար եւ սկրինինգը եւ կանխարգելումը, դրանց հիմնականում երբ որ անցկացնում են կղանքի մեջ թաքնված արյան հայտնաբերումը եւ կղանքի իմունոքիմիական անալիզները, տեստեր են, որոնք որ վաղաժամկետ արդեն հայտնաբերվում է կղանքի մեջ, եթե արյուն, նշանակում է, որ այնտեղ հաստաղակում գոյություն ունի որոշակի process, որը բերել է դրան։ Դրանք հենց այդ նախաքաղցկեղային հիվանդություններն են, պոլիպները եւ ուռուցքն է վաղ փուլում։ Դրա համար այդ տեստերը կարևոր նշանակություն ունեն եւ այսօր ես գիտեմ, որ մեր առողջապահության նախարարությունը անցկացնում է այդ տեստերը մի քանի հիվանդանոցներում եւ պոլիկլինիկայում ներդրվել է եւ առաջնային օղակում այդ տեստերը կատարվում են, որը որ բավականին բերում է առաջնակի այդ հիվանդների եւ նախաքաղցկեղային հիվանդությունների վաղ հայտնաբերումը բավականին բարձր մակարդակի վրա է բերում, բայց կարևոր նշանակություն ունի նաեւ կոլոնոսկոպիան, որովհետև կոլոնոսկոպիան դա միակ հետազոտությունն է, որի ժամանակ կատարելով կոլոնոսկոպիա նախ հայտնաբերվում են փոքր սկսվող նախաքաղցկեղային վիճակները եւ փոքր պոլիպները, որոնք կասկածների դեպքում նախ հեռացնում ենք, երկրորդն էլ վերցնում ենք բիոպսիա, իսկ ինչպես գիտենք բիոպսիան դա միակ վերջնական մեթոդն է, որի հետևանքով մենք քաղցկեղ ախտորոշումն ենք դնում եւ նույնիսկ վաղ լորձաթաղանթի ախտահարումների դեպքում նույնիսկ էնդոսկոպիկ մեթոդներով կարելի է ստանալ բավականին լավ արդյունքներ եւ արդեն չգնալ վիրահատությունների, ավելի մեծ ծավալի վիրահատությունների։ Կոլոնոսկոպիայի որ տարիքից կարող են դիմել։ Նու սովորաբար ընդունված է, որ 45-50 տարեկանից բարձր գոնե տարեկան մեկ անգամ պրոֆիլակտիկ պետք է հատկապես երբ որ գանգատների արկայության դեպքերում, որ ասեցի այդ փորկաբություններ, լուծեր, ինչ որ դիսպեպտիկ երևույթներ, սննդային խանգարումներ ցանկալի է հետազոտությունը կատարել, որպեսզի մենք մեզ ապահովագրենք ավելի նրանից, որ հայտնաբերենք այդ process-ները ավելի վաղ փուլերում եւ գոնե 2-3 տարի մեկ անգամ պետք է այդ տարիքում անցնել կոլոնոսկոպիկ հետազոտություն։ Մարդկանց մեծ մասը տանել չի կարողանում կոլոնոսկոպիան, բայց ինչպես պատրաստվել դրան։ Ճիշտն ասած, ներկայումս բավականին մարդկանց մեջ էլ է փոխվել այդ նախատրամադրվածությունը, որովհետև օրինակի համար մեր կենտրոնում, ինչպես նաև բազմաթիվ կենտրոններում ես գիտեմ, որ այդ հետազոտությունը անցկացվում է ներերակային անզգայացման տակ եւ հիվանդը բացարձակապես ոչ մի բան չի զգում, ոչ ցավ է զգում եւ հանգիստ անցկացնում ենք հետազոտությունը եւ արդեն ախտորոշումը հայտնաբերում ենք արդեն վաղ փուլերում եւ եթե ինչ որ խնդիր կա արդեն ավելի
շուտ ենք ձեռնարկում բուժական միջոցառումները։ Հիմա ավելի շատ որ տարիքի մարդկանց մոտ է հայտնաբերվում եւ դրանք վաղ շրջանում եք հայտնաբերում, թե ավելի ուշ։ Ճիշտն ասած, ըստ ստատիստիկ տվյալների կարելի ասել վաղ շրջաններում դեպքերը բավականին քիչ են, երբ որ նմանատիպ մարդիկ պրոֆիլակտիկ դիմում են, այդ կոլոնոսկոպիային անցնում կամ համակարգչային տոմոգրաֆիային անցնում, այդ դեպքում ավելի վաղ փուլերում լինում են նաև դեպքեր, որ օրինակ ուրիշ հիվանդության կապակցությամբ բժիշկը նշանակում է համակարգչային շերտագրում եւ այդ շերտագրման ժամանակ արդեն հայտնաբերվում է փոքր գոյացություն եւ արդեն վաղ փուլում ենք հայտնաբերում, բայց հիմնական դեպքերը կարելի ասել, ես չէի ասի, որ վաղ փուլերում են հայտնաբերվում, ավելի շուտ երկրորդ, երրորդ փուլերում են հայտնաբերվում եւ արդեն մեծ ծավալի վիրահատություն է արդեն ցուցված, այստեղ շատ նշանակություն ունի այն հանգամանքը, երբ որ հիվանդը դիմում է ուշացած դեպքերում եւ քանի որ աղիքի լուսանցքը փակվելուց հետո առաջանում է արդեն անհրաժեշտություն երկու էտապանի վիրահատության, երբ որ առաջի էտապում գնում ենք ուռուցքը հեռացնելուց հետո արհեստական սրբան է ձևավորվում, որից հետո արդեն որոշակի ժամանակից հետո հիվանդը նորից ենթարկվում է կրկնակի վիրահատության եւ նոր վերականգնվում է ստամոքսային տրակտի ամբողջականությունը եւ հետագայում նույնիսկ հիվանդները արդեն ուշ փուլերում ստանում են քիմիոթերապիա, ճառագայթային բուժում հատկապես քաղցկեղի ժամանակ, որը եւ դա ֆինանսական մեծ ներդրումներ է արդեն պետության կողմից, որը քանի որ մեր մոտ պետպատվերի շրջանակներում է կատարվում եւ հիվանդն է կլինիկայում բավական երկար անցկացնում դրա համար իմ խորհուրդը որ միանշանակ նույնիսկ չնչին գանգատների արկայության ժամանակ դիմել բժշկի եւ անցնել համապատասխան այդ հետազոտությունները եւ զննումը, առաջնային զննումը, որը կբերի նրան, որ հիվանդությունը արդեն հնարավոր կլինի ախտորոշել վաղ փուլերում։ Համակարգչային շերտագրումից խոսեցիք, կա տեսակետ, որ ռենտգենը եւ այդ կատե ասվածը հենց հաստաղիկի քաղցկեղի առաջացման պատճառ կարող են լինել, բայց MRT-ն ոչ։ Ճիշտն ասած, դրանք տարբեր հետազոտություններ են իհարկե, ռենտգեն հետազոտությունը եւ համակարգչային շերտագրումը իրենից ներկայացնում են ռենտգեն այդ ճառագայթում որոշակի, բայց այսօրվա տեխնիկան այդ ճառագայթային ծանրաբեռնվածությունը այնքան չնչին է, որ դրանք չեն կարող առաջացնել որոշակի խնդիրներ հիվանդի մոտ։ Իսկ MRT-ն ընդհանրապես ճառագայթային բան չունի, ինքը մագնիսական ռեզոնանսային տոմոգրաֆիա է կոչվում, որը մագնիսական այդ դաշտի միջոցով է կատարում այդ հետազոտությունը։ Բայց բոլոր դեպքերում այդ փոքր ճառագայթումը չի կարող առաջացնել չարորակ հիվանդություններ հիվանդների մոտ։ Չինացիները 2024 թվականին ուսումնասիրություն էին կատարել, բայց մկների վրա դեռ նշում են, որ քրոնիկ սթրեսը կարող է հաստաղիկի քաղցկեղի պատճառ լինել, որովհետև ըստ նրանց աղիքների օգտակար բակտերիաների թիվը նվազում է։ Հավանական է սա։ Ստրեսային գործոնը որոշակի կարող է նշանակություն ունենալ, բայց ավելի շատ ես հակված եմ այն գործոնները, որոնք որ ես ասացի, դրանք այդ նախաքաղցկեղային հիվանդությունները, կենսակերպը, ապրելակերպը, ծխելը, ալկոհոլի չարաշահումը, պասիվ ֆիզիկական վիճակն են հիմնականում բերում։ Բայց ստրեսը բոլոր դեպքերում կարա ինչ-որ փոփոխություններ բերի, որը նպաստող ինչ-որ։ Դուք խոսացիք կարմիր մսի մասին, դե մեր իմացած տավարի միսը։ Հայերը շատ են օգտագործում, բայց կա չափ, այսինքն մեկ ամսվա մեջ ինչքան պետք է օգտագործեն, որ վերջում նման խնդիրներ չառաջանան։ Կոնկրետ չափ դժվարանում եմ ասել, ինչ-որ չափ կա դրա հետ չէ, բայց չարաշահումը հաստատ կբերի, որովհետև դրանք
այդ նիտրոզ ամիններ, այդ միացություններ են առաջանում այդ կարմիր մսի հատկապես տապակելու ժամանակ, որոնք որ կարան բերեն ստամոքսային տրակտի այդ որոշակի փոփոխությունների բջիջների մակարդակով, որը հետագայում կարա նախաքաղցկեղային եւ քաղցկեղ առաջացնել, այդպիսի վիճակների բերել։ Թութքը եւ աղիքների բորբոքումները եւս հանգեցնում են քաղցկեղի։ Թութքը ոչ, բայց խոցային կոլիտը, որը իրենից ներկայացնում է բորբոքային հիվանդություն, կարա ինքը հանդիսանում է արդեն նախաքաղցկեղային հիվանդություն եւ ժամանակին չբուժվելու երկարատև տառապելու դեպքում հնարավոր է ինքը բերի հաստաղեկի քաղցկեղի առաջացման։ Եթե հայտնաբերվել է հաստաղեկի քաղցկեղը, ինչպես են բուժում, մասնատում են, հեռացնում են, ինչպես է կատարվում։ Քանի որ հաստաղեկը ունի տարբեր հատվածներ, կույր աղիք, վերել հաստաղի, հաստաղոլյարդային անկյուն, միջածիկ հաստաղի, փայծաղային անկյուն, սիգմայաձև աղի, վիրահատական միջամտությունների ծավալը կապված է նրանից, թե ուռուցքը որ ինչ տեղակայում ունի, այսինքն հաստաղը որ հատվածում է տեղակայված, այս դրան էլ գոյություն ունեն վիրահատական արդեն տարբեր միջամտություններ, այսինքն ծավալներ, որոնք որ օգտագործվում են տեղակայման դեպքում հաստաղեկի օրինակի համար հաստաղեկի ձախակողմյան կեսի դեպքում հատկապես երբ որ ուղեկցվում է անանցաներությամբ արդեն անհրաժեշտություն է առաջանում կրկնակի ոնց որ ասացի վիրահատությունների երբ որ առաջին էտապով աղիքը դուրս է բերվում արհեստական սրբանի ձևով ավելի շատ հաստաղեկի ձախ կեսի իսկ աջ կեսի դեպքում նմանատիպ վիրահատությունները ավելի քիչ են իրականացվում Աղիքը այսքան մասնատվում է։ Աղիքը մասնատվում է եւ դրվում է անաստամոզ, այսինքն բերանակցում տանող եւ բերող գալարների միջև վերականգնում է աղիքի ամբողջականությունը եւ սերնդի անցումը։ Բուժարուն այդ վիրահատությունից հետո ինչ խնդիրների է բախվում, ինչ դժվարություններ են առաջանում մոտ։ Առանձնապես որ ասեմ ինչ որ դժվարությունների է, դա ստանդարտ վիրահատական միջամտություններ են, որոնք ինչպես ամեն վիրահատություն ունի իր բարդությունը, բայց բարդությունները առանձնապես շատ չեն, հատկապես հիմա ամբողջ աշխարհում բավականին լայնորեն, ինչպես նաև մեր կլինիկայում տարածված է փոքր ինվազիվ միջամտությունները, վիրահատական, ինչպիսին է լապարասկոպիան, որը լայնորեն մեր կլինիկայում կիրառվում է, երբ որ այդ ամենը արվում է լապարասկոպիկ մեթոդով եւ որը կրճատում է նախ հետվիրահատական բարդությունների քանակությունը, կրճատում է հիվանդի պացիենտի հիվանդանոցում գտնվելու տևողությունը եւ բարդությունները բավականաչափ ավելի քիչ են։ Բացի դրանից հիմա լայնորեն ամբողջ աշխարհում կիրառում են նաեւ կարող սարքերը, որոնք բերանակցումը իրականացում են արդեն ապարատների միջոցով, որոնք եւս բավական մեծ տոկոս դեպքերում կրճատում են հետվիրահատական բարդությունները, ինչպիսին են օրինակ անաստամոզի կարերի անբավարարությունը, խուղակների առաջացումը, արյունավյուսությունների առաջացումը, ընդհանրապես կյանքը գնում է առաջ եւ բարձր տեխնոլոգիաները այսօր բավական մեծ թափով ներդրվել են վիրահատական կլինիկաներ եւ ներկայումս բավականին լայն կիրառում ունեն այդ փոքր ինվազիվ միջամտությունները նույն ձևի կարելի ասել, ասենք կոլոնոսկոպիայի մասին, որը որ մոտավորապես ենթադրենք 5 տարի առաջ հանդիսանում էր կամ ավելի շատ մաքսիմում 10 տարի առաջ ինքը որպես միայն ախտորոշիչ միջամտություններ համարվում, այսօր կոլոնոսկոպիան դա ոչ միայն ախտորոշիչ մեթոդ է հանդիսանում, այլև նաև բավականին բուժման մեթոդ է, որը կիրառվում է էնդոսկոպիկ դիսեկցիաներ են արվում կոլոնոսկոպի միջոցով այդ ուռուցքների հեռացման դեպքում արվում են պոլիպեկտամիաներ եւ բավական այլ միջամտություններ, որոնք եւ հետօպերացիոն տրավման են փոքրացնում եւ հիվանդի բաժանմունքում մնալու տևողությունը եւ բարդությունները։ Ուռուցքի հայտնաբերման դեպքում բուժումը միշտ վիրահատական է, թե կա նաեւ դեղորայքային բուժում։ Ասեմ ձեզ, որ ուռուցքի փուլավորումից կախված է բուժման տակտիկան, եթե օրինակի համար առաջին փուլի դեպքում, երբ որ ավշային հանգույցներում օրինակ չկան ուռուցքային բջիջներ, այսինքն մետաստազներ,
Այդ ժամանակ, երբ որ դու անում ես արմատական վիրահատական միջամտություն, այլևս անհրաժեշտություն չի առաջանում քիմիոթերապիայի կամ ճառագայթային բուժման։ Իսկ արդեն ավելի ուշացած փուլերում, երբ որ ավշային հանգույցներում արդեն կան ուռուցքային բջիջներ, այդ ժամանակ բնականաբար միայն սահմանափակվել վիրահատական միջամտությունը եւ հնարավոր չի, արդեն մեզ օգնության են գալիս քիմիոթերապիան, ճառագայթային բուժումը, որը բուժումը արդեն հիվանդի բուժումը դառնում է ավելի երկարատև եւ ավելի դժվարին եւ արդյունքները բնականաբար շատ ավելի վատ են, քան առաջին վաղ փուլերի դեպքում ավելի շուտ։ Այդ մետաստազներից խոսեցիք, դրանք աղիքի սահմանից դուրս գալիս են։ Ну, այո, մետաստազը, երբ որ ուռուցքային բջիջները արյունատար եւ ավշային համակարգի միջոցով տարածվում են աղու սահմաններից դուրս, այսինքն կարող են հեռավոր օրգաններ ախտահարվել, ինչպիսին են լյարդը, ենթաստամոքսային գեղձը, ոսկրերը, բոլոր օրգանները, իսկ ավշային համակարգով ավելի շուտ տարածվում են հիմնականում ավշային լիմֆատիկ համակարգը, երբ որ ավշային հանգույցներն են ախտահարվում եւ ռեգիոնար եւ հեռակա ավշային հանգույցներ են ախտահարվում։ Այդ դեպքում արդեն միանշանակ հիվանդի բուժմանը արդեն առանց քիմիոթերապիայի, առանց տարգետ թերապիայի, թիրախային եւ ճառագայթային հնարավոր չի լինում արդեն միայն սահմանափակվել վիրահատական բուժումով։ Ինչպես կանխել քաղցկեղի առաջացումը, ինչ ուտել որ չառաջանա, օրինակ ես կարդացել եմ, որ կալցիում պարունակող մթերքը կանխում է հաստաղիկի քաղցկեղը, այդպես է թե ոչ։ Ну, այո, որոշակիորեն կանխում է, բայց պետք է սնվել չչարաշահել են, ինչ որ ասեցի, այդ արագ սննդի օգտագործումը պետք է չչարաշահել, պետք է ակտիվ կենսակերպ վարել, պետք է ճարպակալումից խուսափել, որը եւս հանդիսանում է ուռուցքի առաջացման ինչ որ պատճառներից մեկը, եւ չծխել, ալկոհոլ չօգտագործել, ինչպես նաև ժամանակին պրոֆիլակտիկ հետազոտություններ անցնել, որոնք կբերեն, եթե ինչ-որ խնդիր լինի, վաղ հայտնաբերման, եւ բնականաբար այդ ժամանակ արդեն բուժման արդյունքները բավականին լավ են։ Կան հիվանդություններ, որոնք հաստաղիկի քաղցկեղ են առաջացնում։ Այդ հիվանդությունները, ասացիք, նախաքաղցկեղային հիվանդություններն են։ Դրանք ադենոմատոզ պոլիպներն են, կրոնի հիվանդությունն է, դա խոցային կոլիտն է եւ ընտանեկան պոլիպոզ կոչվում է, երբ որ բազմաթիվ հաստաղ տարբեր հատվածներում պոլիպներ են լինում, որոնք կարան հետագայում չարվորական։ Դիաբետը։ Ну, դիաբետը չէ, ասի որ ինչ որ նախաքաղցկեղային հիվանդություն է։ Շնորհակալություն։ Ընտրեմ։ Ես եմ շնորհակալ։ Մենք զրուցում էինք Վանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի որովայնային եւ էնդովիրաբուժության բաժանմունքի ուռուցքաբան Արմեն Նիկողոսյանի հետ։